Ժամը 5:40 ու ես նախաճաշելով դուրս եմ գալիս տանից, որ արշավից չուշանամ։ Գնալու ենք Աղբատ։ Սկսում ենք ճանապարհը առաջին կանգ առնելով Ծովագյուղում։ Թեյում ենք սրճում, նախաճաշում, ծանոթանում ենք միմյանց հետ ու ուղղակի պատրաստում եկող արշավին։ Ինձ հետ է նաև Անին, ով մեզ գրանցել է այս արշավին։ Տրամադրված ենք լավ։ Ճանապարհի մեծ մասը քննելուց հետո վերջապես տեղ ենք հասնում։ Հասել ենք Աղբատ։ Մոտ 15 րոպե շրջում եկեղեցում, արև ընդունում ու ժամանակն է արդեն սկսել արշավը։ Ինչի մեջ ասես մտա։ Սորտեն շատ հոգնել եմ, բայց դեռ երևի կես կիլոմետր էլ չեն գնացել։ Այս թվում էր թե սկիզբը ամենաբարդն է լինելու, բայց շուտով նկատեցինք, որ հիմնական երթուղին փակված է ծառերով, ինչը նշանակում էր, որ մենք կամ պետք է անցնեինք այդ ծառերի մեջով, կամ շրջանցեինք շատ ավելի բարդ երթուղիով, ու երկու տարբերակն էլ առանձնապես լավը չէին մեզ համար։ Վերջապես հասնելով ճանապարհի կեսին կանգ ենք անում, որ հանգստանանք, ինչ որ համով բաներ ենք ուտում ու պատրաստում նորից ճանապարհը շարունակել։ Ճիշտ ասած, ահավոր շատ ուտելիք էի վերցրել ու մտածում էի, որ սենց ամենասկզբից արշավի ուտելով քայլելու եմ մինչև Գագաթ, բայց ճանապարհը այնքան բարդ էր, որ խիստ կենտրոնացած էի ողջ մնալու վրա, ուտելու ժամանակ չէր լինում։ Պատեմ գնում։ Չէ, դա կարող է սղա բան չանեն, էլի։ Կառում ենք։ Հա։ Գագաթի մեծ անկրկների սիրուն տեսարան էր սպասվում։ Ուղղակի ուզում էի նստեի այդտեղ ու հավերժ նայեր հեռուն։ Բայց մտնող օրն ու ուժեղացող անձրևը հուշեցին, որ պետք է ցած իջնել։ Անցանք արդեն ծանոթ բարդ ճանապարհներով, շրջացանցինք բոլոր ընկած ծառերը նորից ու ուղևորվեցինք մեր վերջին կետին։ Իսկ այնտեղ մեզ սպասում էին տաք վառարանը, ջերմ զրույցները ու ամենահամեղ կարտոֆիլը արշավից հետո։